Աշխատանքները կշարունակվեն նաև այսօր, մայթերում դեռ խնդիր ունենք, բակային հատվածներից խնդիր ունենք, եւ նույն ժամանակ պիտի լավ նախապատրաստվենք արդեն հաջորդ ջանը, այսօր ԵԱՍՄ-ն կշարունակի աղու-ավազի համապատասխան պաշարի կուտակումը, որտեղ հիդրոմեծծառայության կանխատեսման համաձայն, երեք խոսել եմ նաև անձամբ պարոն Սուրենյանի հետ, ամսի 31, ամսի 1-ը եւ 2-ը սպասում են ջանտեղումներ, տոնական օրեր, ինչը մեզ արտադրում է ավելի պատրաստ, ավելի զգոն, ավելի համախմբված, ավելի կազմակերպված։ Պարոն քաղաքապետ, շնորհակալություն ձեզ, մեզ հետ կապի մեջ եք եղել շուրջօրյա, որպես այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել եւ ավելի պատրաստված ենք եղել, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մենք հենց նոր տարվա գիշերը ունենալու ենք կրկին մեծ ծավալով տեղումներ, ամենայն հավանականությամբ սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այս առումով եւ մեր տեխնիկան եւ մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Այնուամենայնիվ ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածում դեռևս ունենք խնդիրներ, եւ ես հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկման պարագայում շատ դեպքերում աղնու ավազնել չի օգնում, այնուամենայնիվ որոշակի գործողություններ արժի կարծում եմ պլանավորել դրանց հետ կապված, նամանավանդ, որ մենք ունենք դեռևս կրկին սպասվող տեղումներ, որովհետև եթե հիմա նույնիսկ նրանք անցանելի են ունենք մեր կասառույց եւ որպեսզի թույլ չտանք այդ շերտը ավելանա, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, ընդհանուր ուզում եմ շնորհակալություն հայտնել